Փամբակ խոշորացված համայնքի Մարգարովիտի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորիդ։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Եվ մենք այսօր հերթական հոյակապ բովանդակալից օրն ենք անցկացնում Լոռու մարզում։ Ժողովուրդ, մեզ այս նախընտրական քարոզարշավը նախորդներից տարբերվում է եւ առանձնանում է նրանով, որ մենք ձեր մոտ գալիս ենք ոչ միայն լավատեսությամբ, այլ լավ լուրերով եւ լավ հեռանկարներով եւ լավ փաստերով։ Այսօր մենք մեծ հպարտություն ենք ապրում, որ ի վերջո կարող ենք շատ թե քիչ պարզ ճակատով նայել մեր ավագ սերնդի ներկայացուցիչ, շատ թե քիչ։ Եվ մեզ համար մեծ պատիվ է մեր խոնարհումը, մեր հայրերին, մեր մայրերին, որ մենք ի վերջո այս երկրի համար նրանց ունեցած վաստակին շատ թե քիչ համարժեք արձագանք ենք տալիս։ Որտեղ այս մարդիկ են կառուցել այս երկիրը, մենք հələ չենք հասցրել, մենք նոր այսօր Հայաստանում կառուցվածի մոտավորապես 80%-ը ավագ սերնդի մեր ներկայացուցիչների աշխատանքի արդյունքում է կառուցված։ Եվ մենք խոնարհվում ենք ձեր առաջ, խոնարհվում ենք ձեր առաջ եւ ուրախ ենք, որ մի քիչ պարզերես ենք։ Հիմա մի քիչ պարզերես ենք, ինչ ենք պարզերես, որովհետև Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 65 պլյուս տարիքի անձանց առողջապահական նվազագույն կարիքները Հայաստանի Հանրապետությունն է հոգում, ձեր պետությունը, ձեր հարազատ պետությունը, ձեր հարազատ զավակը։ Այսօր առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ Այդ նշանակում է, որ մեր թոշակառուները կարող են մի ամսվա թոշակով ծայրը ծայրին հասցնել, ընդամենը ծայրը ծայրին հասցնել։ Սա մեր երազանքների գագաթնակետը չի, մենք չենք ասում, որ վայ, տեսեք հայ բուդուրես ինչ են կարել, մեր թոշակառուները կարող են ծայրը ծայրին հասցնել, բայց եկեք հիշենք, որ 2018 թվականին, երբ որ ես վարչապետ եմ ընտրվել, Հայաստանում նվազագույն թոշակը եղել է 16,000 դրամ, ժողովուրդ ջան, 16,000 դրամ։ Այդ 16,000 դրամը նույնիսկ հաց ու պանիր առնելու մի ամսվա ընթացքում բավարար չէր։ Մենք եկել ենք եւ 2018 թվականից արդեն 18 թվական, 19 թվական կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, բայց նույնիսկ կրկնապատկածը ժողովուրդ բավարար չէր նվազագույն սպառողական, նվազագույն պարենային սննդի կարիքները հոգալու համար։ Մենք նվազագույն թոշակը, նվազագույն պարենային զամբյուղին, այսինքն նվազագույն սննդի ծախսին հավասարեցրել ենք միայն 2022 թվականին։ Եվ 2022 թվականին առաջին տարին էր Հայաստանի Հանրապետության, որ մենք կարող ենք ասել, որ թոշակառուն, մի թոշակ մի հոգու մասին է խոսքը, որտեղ գիտենք, որ թոշակառուներ հիմնականում ավելի մեծ ընտանիքում են ապրում, բայց ես խոսում եմ մի թոշակ մի հոգու մասին, գոնե սննդի ծախսերը բավարարում են։ Այսօր մենք նվազագույն թոշակը 2026 թվականի դրությամբ եռապատկել ենք, 46,000 դրամա եւ պլյուս անկանխիկ առևտրի դեպքում եւս 10,000 դրամի հետ վերադարձի հնարավորություն է, այսինքն մենք միջին թոշակը բարձր ենք պահել, հիմա բարձր ենք պահում նվազագույն սպառողական զամբյուղից։ Դա նշանակում է, որ մի թոշակառուն, մի թոշակով ոչ միայն իր ամսվա սնունդը կարա հոգա, այլև տարվա վեճե կարա մի զույգ կոշիկ առնի, մի հատ չայի բաժակ առնի, մի հատ կոֆեի բաժակ առնի,
մի հատ էլ ասենք պատարակալ առնի։ Ես ասում եմ, սա մեր երազանքը չի, բայց մենք այն կետը, որը սկսել ենք, հասել ենք այս կետին, դա արդեն շատ մեծ բան է, համաձայնեք, եթե համաձայնեք ծափ տվեք, էլի եթե համաձայնեք։ Ընդ որում, մենք ասում ենք, այս այլևս պետք է լինի մինիմումը, որովհետև դե գիտեք ժողովուրդ ջան, աշխարհի բոլոր երկրներում է գնաճը պարտադիր երևույթ է, ասենք ամեն տարի 1%, 2%, 3%, 4% գնաճ առնում։ Եվ մենք պարտավորվել ենք, որ 2028-ից ամեն հետ տարի կնայ, երբ որ մենք տեսնենք, որ միջին թոշակը ցածրանում է, գինը բարձրանում է, դե թիվը նույնն է, չէ՞ մնում։ Եթե մենք տեսնենք, որ թոշակի գնողունակությունը նվազագույն պարենային զամբյուղից ընկավ, ինչքան ընկավ, մենք այդքան կավելացնենք առնվազն, որ այս կետից ավելի ցածր մեր կենսաթոշակառուների կենսամակարդակը երբեք չլինի։ Եվ սա այն նվազագույն հարգանքի տուրքն է, սիրելի մեծեր, սիրելի մեծահասակներ, շնորհակալ եմ, որ եկել եք, որ մենք ձեզ մատուցում ենք։ Եվ ուզում եմ հատուկ ասել, մենք այս ամեն ինչի համար ձեզնից շնորհակալության խոսք, որտեղ մարդիկ կան ասում են շնորհակալություն, ձեզնից շնորհակալության խոսք չենք ակնկալում, որտեղ դա մեր պարտքն է, մեր աշխատանքն է, մենք պետք է անենք։ Ես եմ ձեզ բոլորից շնորհակալ, որ այսքան տարի, 8 տարի, այսքան դժվարությունների, բարդությունների միջով անցնել եք եւ դուք պինդ կանգնել եք ձեր պետության, ձեր ընտրած իշխանության եւ ձեր ինքնիշխանության կողքին։ Ես խոնարհում եմ դրա համար ձեր առաջ եւ ծափերով ուզում եմ ողջունենք մեր բոլոր քաղաքացիներին։ Եվ բացի այս, կան մոտ 50,000 թոշակառուներ հանրապետությունում, ովքեր քրոնիկ հիվանդություններ ունենալու բերումով իրանք ամեն ամիս նախկինում են 10,000-ի, թե 20,000-ի, 25,000-ի, 30,000-ի դեղեր են ստիպված են եղել, մարդիկ առնեն այդ դեղերը, որ ապրեն։ Հիմա այդ դեղերը հիմնականում ստանում են առողջության ապահովագրությամբ եւ նման մարդկանց թոշակը իրականում ոչ թե 10 + 10,000 դրամով ավելացել, այլ նախկինում այդ դեղերի վրա ինչքան փող էին ծախսում, պլյուս ա եղել նաեւ այդ գումարը։ Եվ սա կարծում եմ շատ լավ նորություն է։ Ընդհանրապես վերջին 8 տարիներին մենք Հայաստանի Հանրապետությունում ահռելի ներդրումներ ենք արել։ Հեղափոխությունը կարծում եմ, սիրելի մարգարովեցիներ, առաջիններից մեկը դուք եք զգացել, որտեղ դուք կհիշեք 2018 թվականին Դիլիջան Վանաձոր ճանապարհը ինչ վիճակում էր։ Ես քայլելով հեղափոխության ժամանակ ստեղով եմ քայլել եկի անցել։ Եվ այդ ճանապարհը ամբողջը փոսերով լիքը, շատ դժվար էր երթևեկելը։ Մենք ոտով էինք, լավ ավտոյով չէինք, թե չկարողա տեղ չհասնեինք։ Եվ մենք առաջիններից մեկը այս ճանապարհն ենք կառուցել, եւ դուք հույս ունեմ, եւ այդ ժամանակվանից այս ճանապարհը գտնվում է լավ վիճակում, ինչպես բազմաթիվ այլ ճանապարհներ։ Մենք տասնյակ գյուղերի, հարյուրավոր փողոցներ, որ իրանց գոյության ողջ ընթացքում սալիկապատված չեն եղել, բարեկարգված չեն, մենք մեր գյուղերը ցեխից հանում ենք, որովհետև մենք ասում ենք ինձ համար ցավ է եւ դա պարտավորություն է։ Ես ասում եմ ինչի մեր գյուղերում մեր գեղեցիկ կանայք եւ մեր գեղեցիկ աղջիկները ինչի չպետք է կարենան կաբլուկով կոշիկ հագնել։ Այո, մեր գյուղերում ապրող կանայք աղջիկները պետքա նույն կերպ կարողանան կաբլուկով կոշիկ հագնեն եւ դուրս գան գնան հյուր եւ դա միայն Երևանի եւ քաղաքներում պետքա տեղի չունենա։ Եվ մենք գնում ենք այս ճանապարհով։ Բայց ժողովուրդ ջան, ես էլ չեմ խոսում 300 դպրոց, 500 մանկապարտեզի մասին։ Ես այդ փաստի վրա եմ ձեր ուշադրությունը հրավիրում, որ մեր ժողովուրդը միշտ նոստալգիա ունացել Խորհրդային Միության ժամանակների նկատմամբ ու պարզ է թե ինչի, որովհետև երկիրը մեծամասամբ կառուցվել է Խորհրդային Միության ժամանակ։ Բայց Խորհրդային Միության ժամանակներին հիմա ես հիմա ասել եմ, մենք արխիվային թղթերն ենք հանում։ Ինձ հետաքրքիր է, ես ասել եմ, ուղղակի հետաքրքիր է 70-ից 78 թվականը ինչքան շինարարություն է եղել Հայաստանում
80-ից 88 թվականը ինչքան շինարարություն ա եղել Հայաստանում եւ ուզում եմ համեմատենք մի հատ 2018-ից 2026-ի հետ տեսնենք ինչ համեմատություն կլինի բայց հիմա այդ ինչից է այդ գաղափարը առաջացել որովհետեւ մեկ մեծերի հետ որ խոսում եմ իրանք են ասում են սովետի ժամանակվանի չափ այսօր Հայաստանում շինարարություն արվում ինձ հետաքրքիր է թե մեր մեծահասակների աչքաչափը ինչքանով է ճշգրիտ բայց ես ձեզ ուրիշ բան ասեմ ժողովուրդ ջան այն որակի դպրոցներ որ մենք այսօր կառուցում ենք խոսքը նորակառույցների մասին է այդ որակի դպրոցներ խորհրդային միության ժամանակ էլ մենք չենք ունեցել այդ որակի քիմիայի լաբորատորիա ֆիզիկայի լաբորատորիա կենսաբանության լաբորատորիա մենք չենք ունեցել Այսօր մենք 300 այդպիսի դպրոց ենք կառուցում, բայց մենք երբ որ սկսում ենք այդ ծրագիրը, մեզ թվում է թե 300 դպրոց կառուցենք եւ դրանով կհագեցնենք։ Բայց հիմա մենք հասկանում ենք, որ մեր դպրոցների ըստ էության բոլոր շենքերը մաշված են եւ մենք առնվազն բոլոր շենքերը հիմնանորոգելու անհրաժեշտություն եւ կարիք ունենք։ Ավելին, բազմաթիվ դպրոցներ չունեն ֆիզկուլտուրայի դահլիճներ, չունեն խաղահրապարակներ, չունեն լաբորատորիաներ եւ մենք այդ բոլորը լրացնելու ենք եւ մենք Հայաստանում կրթությունը հայտարարել ենք ռազմավարություն ոչ մի երեխա չպետք է դուրս մնա մանկապարտեզից ավելին հիմա մենք մսուրային հատվածն ենք ընդլայնելու որպեսզի երիտասարդ մայրիկները հնարավորինս շուտ հնարավորություն ունենան վերադառնան բարելավեն իրենց կրթությունը աշխատանքի անցնեն եւ իրանց ընտանիքի բարեկեցությանը ավելի մեծ ներդրում եւ մասնակցություն ունենան։ Մենք 2018 թվականից 280,000 աշխատատեղ ենք ստեղծել Հայաստանի Հանրապետությունում։ 280,000 աշխատատեղ։ Բայց շատ կարևոր է նաեւ մի հարցի պատասխանել ժողովուրդ, որտեղից ենք մենք թոշակ բարձրացնում, որտեղից ենք մենք աշխատավարձ բարձրացնում, որտեղից ենք մենք անում դպրոցների, ճանապարհների, ջրագծերի, ինչպես արդեն ասի 400 միլիոն դոլարի մենակ լոռու մարզում ենք ժողովուրդ մենք ներդրում արի 400 միլիոն դոլար։ Ես չեմ կարծում թե երրորդ հանրապետության պատմության մեջ 100%-ով, բայց ես չգիտեմ Խորհրդային միության ժամանակներում մի տարվա 8 տարվա մեջ այդքան ներդրում եղել է, թե չի եղել։ Բայց շատ կարևոր է հասկանալ որտեղից ենք մենք այդ ներդրումները արել։ 2018 թվականի հեղափոխությունից հետո 6.6 միլիարդ լրացուցիչ դոլար գումար է մուտք գործել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 6.6 միլիարդ դոլար։ Դա այն գումարն է որ հեղափոխություն չլինելու պարագայում հոսելու էր ձեզ հայտնի քրեական օլիգարխիայի գրպանները բայց մենք եկել ենք եւ առաջին օրից ջարդել ենք բոլոր այն ձեռքերը որոնք զբաղված էին Հայաստանի Հանրապետության թալանով եւ առաջինը դրա հետևանքը մենք տեսել ենք բյուջետային մուտքերի ավելացմամբ 6.6 միլիարդ դոլար մենակ հարկերի ու տորքերի տեսքով ավելին ասեմ Մենք 2021 թվականին ես խոստացա, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում կառավարությունը մասնաբաժին, փայաբաժին կունենա եւ ժողովուրդը իդեմս կառավարության 2018-ից մինչեւ 2026 թվականը 25 թվական ժողովուրդ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավելի փող է վճարել պետական բյուջե, քան նախորդող 8 տարիների ընթացքում։ Այդ գումարով ենք մենք թոշակ բարձրացնում, այդ գումարով ենք մենք ուսուցիչների ատեստավորման միջոցով աշխատավարձ բարձրացնում, եւ այդ գումարով ենք մենք դպրոց կառուցում, մանկապարտեզ կառուցում, ճանապարհներ կառուցում։ Ավելին, ես այսօր հայտարարել եմ եւ ուրախ եմ, պատիվ ունեմ հայտարարելու, որ առաջիկայում նույն կերպ պետական սեփականություն կդառնա Արարատի ցեմենտի գործարանը, որը Ծառուկյան Գուլոյան մաֆիան ժամանակից գողացել է պետությունից, գողացել է ձեզանից։ Եվ այդ մարդը 2020 թվին ինտերնետում էին դրել, ես այդ նույնիսկ մոռացել եմ 2020 թվին ամենածանր շրջանում ասում էր Հայաստանում սով ալնելու, Հայաստանում տնտեսական ճգնաժամ ալնելու, իսկ Հայաստանում այդ ժամանակից միջին տնտեսական աճը, մենք ավելի բարձր տնտեսական աճ ենք ունեցել, քան աշխարհի միջինն է, եւ ավելի բարձր տնտեսական աճ ենք ունեցել, քան Եվրասիական տնտեսական միության միջինը։ Եվ մենք դա նաև արել ենք
թալանածը հետ բերելու ճանապարհով 2018 թվականից միջև հիմա ժողովուրդ 720 միլիոն դոլարի գողացված գույքա վերադարձվել Հայաստանի պետությանը եւ այս ինչ որ թվարկում եմ դրանք առանձին բաներ են դա պետքա գումարել իրար ավելին ասեմ նույն Ծառուկյան Գուլոյան մաֆիային պատկանող առանձնատունը որը Կարո Գուլոյանն էր պատկանում դղյակ այդ կիլոմետրերով, լողավազաններով, հիմա այլևս իրանց սեփականությունը չի, ժողովուրդ ջան, հիմա Հայաստանի Հանրապետության, այսինքն ձեր բոլորի սեփականությունն է, եւ մենք առաջիկայում մտածում ենք, ես կարծում եմ հիմա շատ խորհրդակցելու կարիք էլ չկա, ես ասում եմ եւ հիմա խնդրում եմ ուշադրություն մեր պետական մարմիններին, ովքեր հետևում են, մենք Գուլոյան Ծառուկյան մաֆիայի այդ առանձնատունը, եթե դուք էլ դեմ չեք, ծերերի խնամքի կենտրոն ենք դարձնելու, ծերերի խնամքի կենտրոն, այն սերնդի համար, ով ումից գողացել են նրանք այդ ամենը, ավելին ասեմ, ֆինանսների նախկին նախարար, Գագիկ Խաչատրյանի ապօրինի ձեռք բերված Միացյալ Նահանգներում տունը Հայաստանի դատախազության հայտով վաճառված է արդեն եւ հիմա գնում է գործընթաց վաճառքի գնի 70%-ը Հայաստանի պետական բյուջե փոխանցելու ուղղությամբ։ Ինչու 70%-ը, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների օրենսդրության առանձնահատկություններից ելնելով։ Ավելին ասեմ, մենք կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը արդեն իսկ պետության վերահսկողության ներքո է եւ որևէ կասկած չկա որ դե յուրե շատ շուտով էլի կդառնա Հայաստանի Հանրապետության սեփականությունը ժողովրդի ընթացքում մենք հազարավոր տասնյակ հազարավոր հեկտարներով անտառներ ենք վերադարձրել որոնք ճիշտ է սեփականաշնորհած չեն եղել բայց ասենք 50 տարով 100 տարով ինչ որ չնչին վարձավճարներով կոպեկներով վարձակալության վերցրած են եղել անտառներ հազարավոր հեկտարներով այսօր դա վերադարձված է պետությանը հազարավոր քառակուսի մետրերով զբոսայգիների տարածքներ մենք վերադարձրել ենք համայնքներին Երևանում եւ բոլոր մարզերում եւ վերադարձրել ենք երեխաներին այդ զբոսայգիներում այսօր կարուսելներ են դրվում լողավազաններ են կառուցվում շատրվաններ են կառուցվում որովհետեւ մենք Հայաստանի Հանրապետության հուսահատության մակարվան գոյատևման օրակարգն ենք հաղթահարում եւ մենք ասում ենք մենք այս սերնդին այս երեխեք սերունդը չպետք է իմանա ինչա գոյատևում, չպետք է իմանա ինչա մակարում, իրանք դրա մասին միայն դասագրքերում պետք է կարդան եւ իրանք չհասկանան, իրանք պետք է կարդան եւ չհասկանան եւ իրանք պետք է իրանք ուսուցիչներին եւ ծնողներին ներվայնացնեն հասնելով այդ ինչ է այդ գոյատևումը ինչ է այդ մակարումը ինչ է մենք չգիտենք դա մեզ անծանոթ է այո ձեզ անծանոթ է եւ պետք է միջև վերջել ձեզ անծանոթ մնա թե դա ինչ է կյանքը պետք է լինի ձեզ ծանոթը երջանկությունը պետք է լինի ձեր ծանոթը բարեկեցությունը պետք է լինի ձեր ծանոթը խաղաղությունը պետք է լինի ձեր ծանոթը Եվ հեցը պետության կոնտրոլի տակ վերցնելուց է եւ հեսը Արարատ ցեմենտի հետ էլ նույնը տեղի ունենալու որովհետեւ մենք օպերատիվ տվյալներ ունենք գողացված միջոցների հարկերի եւ այլնի մասին այդ ամեն ինչը ոնց ասել եմ կոպեկ հաղում ենք կոպեկով բարից բունի մաստով մոտավոր հաշվարկով մոտավոր էլ չէ մոտավորապես 8 միլիարդ դոլար դրամական միջոցների եւ գույք վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությունը Ժորժան էտա դարձել թոշակ էտա դարձել աշխատավարձ էտա դարձել դպրոց էտա դարձել մանկապարտեզ
մանկապարտեզ, որոնցից ինչպես վերջերս պարզվեց, Կալուգացի օլիգարխը իր հեծով մանկապարտեզի վրա հոսանքի ավել փող ա գրել եւ դրել գրպանը։ Պատկերացնում եք մանկապարտեզը 1000 դրամի հոսանք ա ծախսել իրականում, բայց իրենք գրել են 2000 դրամի եւ գրպաններն են լցրել եւ հետո եկել են մուննած են գալիս, ուզում են իրենց բաժանած ворցնած բրինձը կամ մի երկու տեղ ժանգոտ կարուսելները իրանք մեզ վրա վաճառեն որպես բարեգործություն։ Ոչ դա բարեգործություն չի, ոչ Ծառուկյանը, ոչ Կալուգացին, ոչ մի դա ծխածածկույթ ա եղել իրանք գողությունը թաքցնելու համար։ Եվ այդ ծխածածկույթը այլևս ծրված է։ Ուրեմն հիմա այս վերջին օրերին ընդհանրապես մեր քաղաքական կյանքը լրտեսական սերիալ է հիշեցնում, որովհետև պարզվում է, որ Կալուգացին պարզվում է օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից է, ժողովուրդ ջան։ Օտարերկրյա հատուկ ծառայության աշխատակից։ Այն մյուսը 2023 թվին ձայնագրություն հայտնվեց համացանցում, որ Ռոբերտ Քոչարյանը օտար լեզվով դիմում է օտար երկրի, ասում է դե դուք եք ինձ մտցրել ստեղ քաղաքականություն, հիմա ես վատ վիճակում եմ, խնդրում եմ ինձ հանեք քաղաքականությունից, պատկերացնում եք, այդ ժամանակ, այդ 23 թիվն էր, որ դա շատ ժամանակ ու հավես էլ չկար գլուխ դնելու, բայց այն ժամանակ իրանք ասցին, այդ արհեստական բանականությունով է ստեղծված եւ այլն, մենք ուլրի ուրիշ գործերով ենք զբաղված, մենք Ղարաբաղի մեր ժողովրդին տեղավորելով ենք զբաղված, բայց ես այն ժամանակ ասեցի, թող մեր հասարակական կազմակերպությունները հավաքվեն միջազգային փորձաքննության անեն, տնան իսկական այդ ձայնագրությունը, որովհետև ես ձեզ մի բան ասեմ, կարող է նույնիսկ մարդու աչքը ականջը չտարբերի արհեստական բանականությունը իսկականից, բայց ցանկացած մասնակետ փորձաքննություն դա շատ հեշտ պարզաբանվող բան է, եւ դա տեղի չունեցավ, ինչը այդ ձայնագրության բովանդակությունը նշանակում էր, որ Ռոբերտ Քոչարյանը նույնպես լրտեսական գործունեությամբ զբաղված Հայաստանի Հանրապետությամբ։ Եվ ես հիմա էլի նույն առաջարկը կրկնելով պատասխանատու ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Երաշխավորում եմ, որ այդ ձայնագրությունը իրական է, երաշխավորում եմ։ Եթե ՀԿ-ները փորձաքննություն չանեն, մենք դա ապացուցել ենք մեզ համար։ Ես էլի առաջարկում եմ, որ ՀԿ-ները փորձաքննություն անեն։ Հաջորդը 3 տեղ ունեցած այդ բացահայտումներից պարզվեց, որ Գագիկ Ծառուկյանն էլ կապ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ եւ կոնտակտ է օտարերկրյա հատուկ ծառայությունների հաշվառված է որպես համագործակցող անձ։ Բայց հիմա, ինչպես ասում են, կենացները քաղցրանում են եւ ես այդ հայտարարությունը կանեմ ավելի բացված եւ մանրամասնված Վանաձորի մեր օրվա վերջի հանդիպմանը, բայց մեր հատուկ ծառայությունները օպերատիվ տեղեկություններ ունեն, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի ամենաբարձր տեղերում գտնվողներից մեկը արդեն լրտես է ոչ թե բառից բուն քաղաքական, այլ բուն իմաստով։ Եվ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հիմա ամփոփում է օպերատիվ տվյալները եւ չեմ բացառում, որ առաջիկա օրերին Գագիկ Ծառուկյանի ցուցակում գտնվող մի անձի վերաբերյալ, որի անունը ես կտամ այսօր Վանաձորի հարավակի, պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի։ Պետական դավաճանության հոդվածով քրեական գործ կհարուցվի։ Եվ այո, դա այդ մարդիկ, որ ինձ էին ասում դավաճան, այդ մարդիկ թղթով, թամասով պետքա գնան Գագիկ Ծառուկյանի գլխավորության պետական դավաճանության, հայրենիքի դավաճանության համար դատարանի առաջ պետքա կրեն պատասխանատվություն։ Ժողովուրդ ջան,
Այս ամենը շատ կարևոր է, բայց ամենակարևորը չի։ Ամենակարևորը ուրիշ բան է։ Ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն։ Եվ ես ձեզ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Հայաստան-Ադրբեջան սահմանին 2 տարի զոհ չկա, եւ սա ուրախության եւ երջանկության առիթ է Հայաստանի Հանրապետության համար։ Այսա մենք հաղթահարել ենք այդ դարաշրջանը եւ մեր խնդիրն է այդ 2 տարին դարձնել 20 տարի, 20-ը դարձնել 40, 40-ը 80, 80-ը 200, 200-ը 500, 500-ը 1000 Եվ այդ ողջ ընթացքում այս սերունդը, իրանց հաջորդ սերունդը, այսպես սերունդ պետք է ապրեն ազատ եւ երջանիկ Հայաստանում, Հայաստան պետությունում, որպես հպարտ, արժանապատիվ, երջանիկ եւ բարեկեցիկ քաղաքացի։ Եվ հիմա սա էլ հեքիաթ չի ժողովուրդ։ Սա իրականությունն է։ Սա իրականություն է, եւ այդ իրականության թելի ծայրը մեր ձեռքում է գտնվում այսօր, ձեզնից յուրաքանչյուրի։ Մենք պետք է այդ թելը վերցնենք ու այս կծիկը կծկենք, ու այդ կծիկի կծկումը պետք է հազարամյակով շարունակվի։ Ես էլ եմ ասում, մենք արդեն որ ասում ենք գոյատևման ցիկլը հաղթահարել ենք, դա գիտեք ինչի մասին է, այն որ մենք ապրում ենք մտածելով դե տենանք Սատիկից հետո տենանք ինչ կլինի, սփխեջից հետո ինչ կլինի, նոր տարուց հետո մենք գիտենք այլևս ինչ կլինի։ Մենք էլ չենք մտածում տենանք նոր տարուց հետո ինչ կլինի։ Մենք մտածում ենք տենանք հաջորդ դարում ինչ կլինի, որովհետև ամեն նոր տարուց հետո մենք գիտենք ինչ կլինի։ Ամեն նոր տարուց հետո կլինի ավելի բարեկեցիկ, ավելի անվտանգ, ավելի ապահով, ավելի երջանիկ, ավելի բարգավաճ, ավելի ազատ եւ ավելի զարգացած, ավելի հեղինակավոր, ավելի կառուցված, ավելի ուրախ Հայաստանի Հանրապետություն։ Բայց այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը կասկածի տակ է դնում մեր խաղաղությունը, ասելով որ այդ խաղաղությունը կա, չկա, իրական է, իրական չի, բայց ես համատում եմ այդ խաղաղությունը 9 ամսական է, որտեղ 2025-ի օգոստոսի 8-ից եմ հաշվում։ Նման է 9 ամսական երեխայի։ Եվ այն տանը, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ երեխան այդ ընտանիքի երջանկությունն ու ուրախությունն է։ Այդ երեխան այդ ընտանիքի ամենա կարևոր անդամն է, տենց հա թե տենց չի ժողովուրդ։ Այդպիսին էլ խաղաղությունն է, որը մեր երկրի ամենակարևոր ներկայությունն է։ Բայց պատերազմի եռագլուխ կուսակցությունը այսօր ինչ է ասում, ասում եկեք այդ 9 ամսյա մանուկին հանձնենք որփատուն։ Եկեք հանձնենք ուրիշի խնամքին, որովհետև մենք չենք կարա իրան տեր կանգնենք։ Բայց ես կարծում եմ, որովհետև երաշխավորի, մեկը մյուսի խոսակցությունը հենց դրա մասին է։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանում կա ժողովուրդ, որը գիտակցում է, որ 9 ամսյա խաղաղությունը, 9 ամսյա երեխայի նման, եթե խնամք չտանենք իր մասին, հոգ չտանենք իր մասին, չի ապրի այդ խաղաղությունը ժողովուրդ ջան։ Եվ շատ կարևոր է, որ այս ընտրություններում դուք գնաք միասնաբար եւ տեր կանգնեք խաղաղությանը։ Ընդ որում ես դա ասել եմ, ասում եմ, կասեմ։ Որտեւ հիմա շատերն են խոսալու եւ խոսալու աթոռից պինդ կպել, ապոք չի գալիս, այս չի անում, աթոռի, ես ձեզ ասում եմ, դուք տերն եք, ես ծառան եմ։ Ես Հայաստանի վարչապետի պաշտոնում հայտնվել եմ ձեր շնորհիվ, ձեր որոշման բացառապես։ 2018 թվականից Հայաստանում ոչ մի ընտրության, ոչ մի քվեաթերթիկ չի եղծվել եւ չի կեղծվել, որովհետեւ ձեր կամքը ինձ համար բարձրագույն արժեք է։ Դուք կորոշեք, որ ես պետքա թողեմ գնամ, ես սուս ու փուս ծպտունս չեք լսի, կթողեմ կգնամ։ Դուք ընդ որում ես սա երբեք չեմ կապել ընտրությունների հետ,
ասել եմ ցանկացած պահի, ինչպես իմ առաջնորդությամբ է հեղափոխություն արել, ոչ բռնի ժողովրդական թավշյա, այդպես էլ ցանկացած պահի ժողովուրդը կարող է որոշի ուրիշ որևէ մեկի առաջնորդությամբ անի այդ հեղափոխությունը եւ երբ որ ժողովուրդը ցույց տա որ ես պետք է հեռանամ ես առանց ծպտուն անելու կհեռանամ բայց որպես մի մարդ ով վերջին 8 տարիներին ձեր թույլտվությամբ եւ մանդատով առաջնորդել է Հայաստանի Հանրապետությունը եւ մենք անցնելով տառապանքների ու դժոխքի միջով ի վերջո հասել ենք այս կետին մենք հուսահատ Հայաստանից հասել ենք ուրախ Հայաստանի ես ուզում եմ ձեզ կոչ անեմ խնդրեմ հորդորեմ որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ երեխեք գիտեք ոնց ենք ընտրություններ ես ասում եմ իրոք Չէ, ես ուրիշ բան եմ առաջարկում։ Եկեք ծափերը կարևոր են, բայց եկեք մեր կամքը արտահայտենք։ Երեխեք դուք էլ խնդրում եմ ինձ օգնեք, որովհետև ես իմ կոչին արձագանքում եք, եթե արձագանքում ենք, ես ասում եմ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, դուք ովքեր քվեարկում են, բարձր ասում են 16-ին, ոչ թե ասում են 16-ին, տենց երկար, կարճ 16-ին կարճ եւ կոնկրետ եւ հետո ես ասում եմ կարեւոր է հասկանալ թե ինչին ենք քվեարկում 16-ին որովհետեւ քվեարկությունը ինքնանպատակ չի եւ ասում եմ որովհետեւ պետությանը դուք բարձր ասում եք տեր եմ անկախությանը դուք բարձր ասում եք տեր եմ եւ այդպես շարունակ պայմանավորվեցինք եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Մարգահովիտին Թամբակին Լոռու մարզին Երևանին Հայաստանի Հանրապետությանը Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը Բայց ամենակարևորը այստեղ մի բան է, որ մենք պետք է հասկանանք, որ առաջիկա ընտրությունների եւ հետեւաբար ընտրությունների արդյունքներով խաղաղության, պետության, անկախության ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, պատկերացնում եք, այս ամեն ինչը ժողովուրդ իսկապես կախված է մի մարդուց ընդամենը մի մարդու որոշումից եւ այդ մեկ մարդը դու ես 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 ելով կա այդ մեկ մարդկանցից բացատրեք ձեր ձեռը ով կա եւ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք որովհետև պետությանը անկախությանը ապագային խաղաղությանը Մարգահովիտին Թամբակին Լոռու մարզին Երևանին Հայաստանին Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը շնորհակալ եմ Երեխեք, հիմա տեսեք, հիմա կան երեխեք, որ ուզում են քարտեզ նվեր ստալ։
Կան երեխեք գործում են նկարվել։ Հիմա, որպեսզի ճիշտ կազմակերպենք, մենք անում ենք հետևյալ կերպ։ Ուշադիր լսեք երեխեք։ Ողջ։ Ուրեմն ես կանգնում եմ ստեղ։ Ստեղ պատ ենք կազմում, դուք այդտեղ հերթ եք կանգնում։ Հերթով գալիս եք, ես ձեզ նվերը քարտեզ ու թխվածք եմ տալիս։ Նրանք, երեխեք ուշադիր, նրանք ովքեր ուզում են նկարվել, խնդրում եմ, արդեն հեռախոսը պատրաստ պահած։ Եթե ուզում եք սելֆի անեք, դարձերեսի օբյեկտիվը բացած, եթե ուզում եք նկարենք մեր ընկերներից մեկը ստեղ կկանգնի կնկարի, որ արագ լինի, որտեղ այնուամենայնիվ ժամանակը սահմանափակ է, ինչքան արագ գործենք, այնքան ավելի շատ մարդ կնկարվի։ Ու խնդրում եմ ուշադիր, սենց մտնում եք, նվերը ստանում եք, նկարվում եք ու այն կողմով եք դուրս գալիս, հետ չեն գնում, որ մարդկանց հոսքը չխանգարեն։ Պայմանավորվեցին, դե ձեզ տեսնում։ Աշոտիկ, Աշոտ, ինձ կնայես, կնկարես։ Ադեգա, հին են անում։ Մհեր մենք պտի առաջ տողենք, ախր է, խոսալում է ախպերը։ Ընտանիքի մեծ լեթել եմ հիվանդը, այ վերել եմ նկար, իր նրան տարել եմ, մենինական, 21 և այդ էդ ոնց է, հի ես օնարում եմ պարը, և շնորհակալություն կա, իմ ընտանիքին գերդաստանիքով, այո, արել եք այն, ժամանակի հերոսի, Մհերին, հապա, մհերին։ ուսկա ամազանակին, Լեո, ես շնորհակալ եմ ձեզանից այնքան, ինքը հաշմանդամ է, էլի, արևի տակին հագի ժամանակ կանգնած, ախնդրում եմ պարոն վարչապետին ասես։ ժամանակի հերոս, նայ, այդ մեր բոլոր համրաչիմանների գիտեք, եկել եք յակալություն, 6 տարը, հմինքը չկա, ինքը չկա, ես ուղակի եկել էի իմ գերդաստանի կողմից, շնորհակալություն։ Таким не хатратом, это просто не хатратом, Սպորտը պրոսները մեր նախընտրական ծրագրերից դպրոցում ինչքան աշակերտ կա։ Դպրոցում լավ ֆիզկուլտուրա է դառնում։ Դե կնայի։ Որոշ դեպքերից է սպառնում քրտին ներդրել ֆորտունի ինչ չկնա բացմազին չկարծում դեզից ասում համենքի ժողովրդից ասում պատկերացնում Պատը կաղլոտ, ոչ որը։ Juarez en la Դելատեն
Մերջան բոլորից զգուշացրու ասա ֆոտոները պատրաստած գալիս են ֆոտոյի վրա Ես այրեխեքին թող ճանապարհ Էմա ջան, հեռախոսից տուվել իմը վարչա դիտանիչ։ Միացուն էր տուվել։ Մամ, բալ բլոք չեցի, գյուդը։ Մամ, առաջ եկեք եսա տուր։ Կտակ։ Համակում ես, Աշոտ նայ, Աշոտ կանգ էլի, լեո ջան։ Էմա ջան, խույս կտաս էր էր։ երեխեք ջան, արեք շարժվենք, ոչ շատերի հետ մասնենք։ Արի, ես։ Տվեք ձեր համար։ Թողեք թողեմ Նայեք ստեղ։ Այս կողմով դուրս եկեք։ Սա նկարել եմ։ Այս կողմով արագ։ Ստենայ։ Սա արի ես կողմով դուս են գալի։ Վերցնում ենք դուս են գալի, Սպաս։ արտերս չէ, ոսալու համար թե Արես կողմով դուս են։ ասենտես չպայց նոչ չկերից կարող ես ես արտերս Նկար վիդեո արագ։ Սա արես կողմով դուս են։ Այո, վարչապետ, ցավը տանեմ։ Խոնարհվում եմ սվետայից լուսավոր ու պայծառ հոգու առաջ, որ քո նմանին մեզ պարգևել եմ, ցավը տանեմ։ Մանկությունս հաղարծին ու մանցին։ Լավ քարտես ցավը տանեմ։ Վարչապետ ետ նկարվի, էլի խաժոր նկարվի։ Молодец, Сусան։ Հոպորքին եմ զոհել ամբողջ Նայեք։ Դե նկարել ասում եմ։ Ես ձեր հեռախոսն է երեխեք։ Նայեք դե մի հատ։ Ես կոմով դուս եք։ Եկեք երեխեք։ Ես կոմով։ ձեր բոլոր համակում Նայեք։ ձեզ զարարանալիս Ես կոմով դուս եք։ երկար կյանքն է, սովորական ճանապարհ է եկել ես, բայց քեզ ասեմ հասկացա Երեխեք արագ վեկանում գնում ենք։ Արագ։ Հա, վերցրեք։ Տուր։
Ովքեր են նկարվում, ես եմ հեռախոսն եմ։ Նայեք։ Ֆորբս հաստատ չի։ Հիմա դու ես կոմով դու, ես կոմով։ Այո, նկարում ձեր։ Ռոբ խոսել են, դրանց տեղական արտադրանքա պահանջել են նամակել հետո թե հերթը հասնել։ Ես կոմով դուս եք եկել։ Արի պստո ջան, արի գնաս։ Ես կոմով դուս եք եկել։ Այ ջան։ Εκείν ավանեսանը ստեղա, Ես կոմով, էլի, ես կոմով։ Էդի թորնա եւ պասի հետո Խանկարից մասից եթե դու թորնա ուլա տալի բավոր։ Մեծ է ինչ է, թորը հասել է, ուրիշ բանից է խոսում, ուրիշ բանից։ Ես կոմով դուս եկեք։ Ես եկալ։ Ես կոմով։ Արի սես ես հեռախոսում ենք նկարել։ Ես կոմով դուս եկեք։ Եվ մայ դու խարոտ չեք։ Սպասել եք։ Ասա։ Շնորհակալություն խաղաղության համար, ես զոհ Աթեոսի մարտական խաչարարի եկի առաջատ ենք հանդիպել, ոչ շնորհակալություն որ սենց մարզպետ եք մեզ պահել, շատ շնորհակալություններ մարզպետի համար, շատ շնորհակալություն խաղաղության համար, ես չեմ ուզի ոչ մի Ումիք չեք ուստավեք, ումիք Այդ ցավանդելավ դեսքանից ավելի էլի։ Աջերը ծեղանով է դուր ասած Ձերս են եմ տալիս դու իրար հետ, Նայս է։ Սա ձերը չես խլեմ են Всё. Ինկոմով, վազի։ Էսում է ռախոս։ Եվ հերթը էլի, հերթը պահեն, էլի մարդը կան։ Всё.
Մենք կողմ դուսեք։ Չէ, ինք կողմ դուս արի, վերցրու։ Երեխեք արագ վեկալում ենք ու վազում ենք։ Всё, վազի։ Всё, եկջան։ Էսի մի հատ բան ալ, էլի վնասված։ Պարոն վարչապետ, երկու հատ քարտեզ կտակ։ Երկու կրությամբ։ Շնորհակալություն։ Sen cómo te sabes. Osmanyan. Esmis cómo te sabes. Gina. Nice, eh? Esmis cómo te sabes. Esmis cómo te sabes. Պարոն վարչապետ, ինձ թույլ չեն տալիս։ Սաղին դու ես ազդում ենք ուզում ենք քեզ բան հազիզ կողմով։ Շատ են դառնում։
Մյուս կողմից դուսան։ Արի։ Տվեք կարելի է, թողեք մենք նկարի։ Նայ։ Всё, դարձեք մյուս կողմից դուսան։ Հեռացել չի։ Հեռացել չի։ Ձեր հեռախոսը։ Եկալմեն կարակ եմ։ Նայ։ Всё, միս բացի։ Նայ։ Let's go move. Naik, basta naik. Все, и комики. Կարելյամ իվարկյան մտքեր։ Haydi, Stenay. Vika, Stenay. Merci, Stanım sokağın artık çok Biz komuz bize.
Mis կողմից Mis կողմից գիսարի Ես գնամ բացատրեմ, թույլ տակ երեխի տղածը բացատրեմ, Այդ մեր թորնիկն է, հա։ Պարոն վարչապետ, դուք ասում եք, որ պարքի պանիր չկա, բայց դա բուսական պանիր է։ Ու մենք ես եմ արտադրում, խնդրում եմ ծանոթանալ։ Բուսական պանիր։ Всё, ասելիքս։ Պահքի պանիր։ Մամա, Ումնա, ես ում Նայք երեխեք Ես ումնա վեկալ է Պապի մարուզեցի քարտեր։ Չէ։ Ուն Շատ Արման ասես Դա մաչաստու կդնեմ։ Երեխեք ջան, մենք արդեն պետք է գնանք։ Այդտեղ ինչ է, հա։ Եվ վերջին լուսանկարը Հապեստան գնանք արդեն և պարտի գնանք արդեն Ստեղ եմ որ ծորվիկ ետ կանգնած Գրանցինք Շուտը